Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանն է։ Բարև ձեզ, պարոն Իշխանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրով։ Պարոն Իշխանյան, օրերս հանրային դաշինք նախաձեռնությունը, այդ թվում եւ դուք Սահմանադրական դատարանի դիմաց ասուլիս եք իրականացնում եւ պահանջում եք, որպեսզի Հայաստանում գործող քաղաքական ուժերը սուպերվարչապետական համակարգը եւ վարչապետի լիազորությունները սահմանափակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն։ Կխնդրեմ մանրամասնեք սուպերվարչապետական համակարգը ինչ ճանապարհով եք ցանկանում սահմանափակել եւ մասնավորապես վարչապետի լիազորությունների որ հատվածն եք ցանկանում, որպեսզի հաջորդ վարչապետն այլևս չունենա։ Հանրային դաշինք խումբը ձևավորվել է հունվարին, իր նպատակը այս պահին իր նպատակը չի ընդլայնվել, թե ինչ ձևերով պետք է սահմանափակվի, այս պահին ինքը երկու հիմնական նպատակ ունի, մեկը հստակ դիրքորոշում ստանալ քաղաքական ուժերից, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում եւ պատրաստվում են նաեւ մասնակցել ընտրություններին, թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանում հակակշիռների սկզբունքի վերաբերյալ։ Եվ երկրորդը, որպեսզի հանրային գիտակցության մեջ կարողանանք բարձրացնել այն միտքը, որ ոչ թե անձերով է պայմանավորված խնդիրները, որոնք գոյանում են Հայաստանում, այլ հենց համակարգն է թույլ տալիս, որ մեկ անձի շուրջ հսկայական իշխանություն կենտրոնանա անձի կամ ուժի, բայց եթե ուժի դա նաև պրոյեկտվում է անձի վրա ու որ ինչ ուզի կարողանա անել եւ հասարակության մյուս շերտերի ցանկությունը, կարծիքը անտեսվում է լիարժեքորեն։ Պետությունը ես եմ, կառավարությունը ես եմ, այս օրինակներով։ Հա, այդ հետո արդեն գալիս է նրա նահանգում, որ ինքը արդեն նույնիսկ արտահայտում է այն, ինչ կա, բայց ընդհանրապես պետք է սահմանադրությունը, օրենքները եւ երկրի կառուցվածքը այնպես լինի, որ գրվի ելնելով վատագույն սցենարից, այսինքն դու պետք է հաշվի առնես, որ վաղ միսօր կարող է աշխարհի ամենավատ մարդը, աշխարհի ամենաեգոիստ, եսասեր մարդը գա իշխանության, բայց այնպիսի մեխանիզմներ լինեն, որոնք կարող են զսպել այդ մեկ մարդուն իր բոլոր ցանկությունները իրականացնելուց։ Դա վերաբերում է թե դատաիրավական համակարգին, թե մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, թե ուժային կառույցների հետ կապված, ասենք դատախազությունը, որը նաև դատախազությունը, որը եւս կարծես թե անկախ մարմին է, բայց անկախ չի, մենք ամբողջ մեխանիզմը այնպես է կառուցված, որ մեկ կուսակցություն ընտրում է թե մարդու իրավունքների պաշտպանություն, թե դատախազ։ Ասես քաղաքական թիմի անդամ լինի այսօրվա դատախազը, թե պետք է անկախ լինի։ Այդպես է դառնում։ Այդ ոչ թե նրանից է, որ ինքը որ մարդն է այդպիսին, այլ ընտրության մեխանիզմը այնպիսին է, որ եթե ես եմ քեզ նշանակողը, դու կախված ես ինձնից։ Ու ես քանի որ իրավապաշտպանության ոլորտն ենք անընդհատ ուսումնասիրում, եկեք քննարկենք հենց մարդու իրավունքների պաշտպանի հարցը, որովհետև մարդու իրավունքների պաշտպանի հարցը նաև պարադոքսի մեջ է։ Ինչ իմաստով, որովհետև մարդու իրավունքների պաշտպանը դա այն ինստիտուտն է, որը իշխանության չարաշահումները պետք է զսպի ու պաշտպանի, ասենք, քաղաքացիների իրավունքները իշխանության չարաշահումներից։ Բայց ինչպես է ընտրվում մարդու իրավունքների պաշտպանը։ Ուրեմն ազգային ժողովում կա համապատասխան հանձնաժողովը, սահմանադրությամբ սահմանվում է, որ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը ներկայացնում է թեկնածուներ, քննարկում է թեկնածուները հանձնաժողովում։ Այդ հանձնաժողովը հիմա մարդու իրավունքների հանձնաժողովն է, որտեղ 5 հոգի ներկայացված է քաղաքացիական պայմանագրից, 2 հոգի Հայաստան դաշինքից, մի հոգի պատիվ ունեմից։ Եվ ինչ է ստացվում։ Ստացվում է, որ քաղաքացիական պայմանագրի 5 ձայն ունի եւ ում ուզի կանցկացնի մեծամասնությամբ։ Անցկացրեցին հանձնաժողովով, տանում են ազգային ժողով, որպեսզի ազգային ժողովի падգամավորները նրան ընտրեն։ Եվ 3 մեծամասնություն ունեն, ում ցանկանան շատ հեշտությամբ կարող են ընտրել։ 3/5 է պահանջվում, որպեսզի ընտրվի մարդու իրավունքների պաշտպան, 3/5 այսօրվա ազգային ժողովում 64-ն է, քաղաքացիական պայմանագիր այս պահին ունի 69 падգամավոր, երբ որ Անահիտ Ավանեսյանը ընտրվեց 71 падգամավոր ուներ։ Այսինքն մի կուսակցություն, իշխանության կուսակցությունը ընտրում է իր պաշտպանին, սա չեղավ անկախ մարմին։ Սա լրիվ պարադոքսի մեջ է այդ փիլիսոփայությանը, թե ինչի է ստեղծվել այդ օմբուդսմենի ինստիտուտը։ Ընդհակառակը դու պետքա առավելություն տաս ընդդիմությանը մարդու իրավունքների պաշտպան ընտրելուց։ Սա մի տարբերակն է, բայց այնտեղ հասկանում եք դատախազությունն էլ այդպես ԱԱԾ տնօրենին միանձնյա նշանակում է, ընդ որում ես ձեզ ասեմ, եթե ԱԱԾ տնօրենը ժամանակին նշանակում էր վարչապետը եւ ստորագրում էր նախագահը,
այդ լիազորությունը, որ նախագահը պետք է ստորագրի, դա էլ է հանել, այսինքն նույնիսկ այդ էլ չի հերիքել իրեն, որ ասենց լրիվ միանձնյա միահեծան լինի էլի իշխանությունը։ Իսկ ժողովրդավարությունը հենց այս հակակշիռներն են, ոչ թե ժողովրդի քվեն է։ Ժողովրդի քվեն անկյունակարային մասը, որ ստեղծվի այդ հակակշռվող տարանջատվող իշխանության ճյուղերը, որպեսզի ժողովրդի ոչ մի շերտ դուրս չմնա։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, ձեր խնդիրը այս համակարգը սահմանափակելն է, իսկ թե ինչպես եւ ինչ ճանապարհներով դա արդեն թողնում է քաղաքական ուժերին։ Դա ինչ որ իմաստով այո, բայց նաև ոչ, որովհետև այս պահին մեր խնդիրն էր քաղաքական ուժերից ստանալ պատասխաններ։ Մենք 27 քաղաքական ուժի հարցում ենք ուղարկել 5 հարցերից բաղկացած, որպեսզի ստանանք իրենց դիրքորոշումը։ Պատասխանողներից միայն երկուսն էին, որ այդքան էլ համաձայն չէին, որ խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ այդ հակակշռման մեխանիզմների։ Մյուսը լինել կամ հանրային գիտակցության մեջ բարձրացնել այդ միտքը, որ անձերով չի պայմանավորված, այլ կառույցով, կառուցվածքով ներողություն, ինչպես նաև լինել կամուրջ այդ քաղաքական ուժերի եւ հանրության միջև այս նախընտրական process-ում այս հարցի հետ կապված։ Այս գործընթացը փաստորեն մենք առաջին մասը կատարել ենք արդեն նախընտրական շրջանում, հիմա այդ իրազեկվածության բարձրացման հարցն է, որից հետո արդեն պետք է բխի թե ում հետ ենք համագործակցում, ինչ ենք քննարկում, ոնց ենք պատկերացնում այդ մեխանիզմները, մասնագիտական ավելի հավաքներ ենք կատարում։ Արծվիկ Մինասյանը Հայաստան Դաշինքից մեզ օգնեց կազմակերպել քննարկումներ նախորդ շաբաթ բանում ազգային ժողովում եւ այնտեղ որոշակի քննարկումներ եղան, տեսակետներ արտահայտեցին, հիմնականում համաձայն էին, որ այս խնդիրը արկա է եւ պետք է լուծվի։ Այսինքն կամած արդեն պետք է գնալ դրան, ինչպես նաև մեր հարցումների մեջ, եթե համաձայն էին, պետք է նշեին, օրինակ ժամկետներ, երբ են պատրաստվում իրականացնել, կային նաև այդ մեխանիզմների հետ կապված հարց, թե ինչպես են պատկերացնում, որ դա պետք է իրականացվի, եւ այս փուլում այստեղ ենք հիմա։ Հիմա այստեղ ենք, հարցերը ստացել ենք եւ շարունակում ենք հանրության հետ մեր աշխատանքները եւ նաև մեր հետ։ Դուք նաև նշում եք, որ 27 ուժերի եք դիմել, 27-ից 20-ն են արձագանքել, սակայն չարձագանքած ուժերի թվում են Ուժեղ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները, որոնք այս ընտրապայքարի առանցքային ուժերից մեկն են, ուժերն են համարվում։ Ներողություն, մի ճշտում անեմ։ Բարգավաճ Հայաստանի հետ այս պահին Մայր Հայաստանն է, Մայր Հայաստանը պատասխանել։ Եվ դեմոկրատական այլընտրանքը նաև Բարգավաճ Հայաստանի ուժերից, այո։ Եվ ձեր գնահատմամբ այս ուժերը ինչու չեն արձագանքել, արդյոք սա նշանակում է, որ նրանք կողմ են այս համակարգի պահպանմանը եւ պայքարը բացառապես Նիկոլ Փաշինյանի, այլ ոչ թե համակարգի դեմ է։ Ես չէի ուզենա տենց միանգամից այդ գնահատականի մեջ մտնեի ու ասեի, որ կողմ են կամ դեմ են, չունենք պատասխանը, ապացույց չունենք, բայց այստեղ կա վերաբերմունքի հարց։ Այսինքն, երբ որ դու գալիս ես քաղաքականությամբ զբաղվելու, այսինքն մեր համակեցության համապատասխանատվությունը ստանձնում, բայց երբ որ քեզ պետական կառավարման հետ կապված հարցեր են ուղղում եւ հետո այդ հարցերը փորձում են տարբեր, այսինքն մենակ հարցը չենք ուղղել, եւ մենք ուղարկել ենք եւ փոստով եւ էլեկտրոնային տարբերակով եւ զանգելով փորձել ենք ստանալ, նենց չի որ ուղարկել ենք եւ ավարտվել է, եւ եթե հետադարձ կապ չի լինում, սա արդեն ցույց է տալիս, որ որոշակի հաղորդակցության թերություններ կան, խնդիրներ կան եւ որոշակի վերաբերմունք է իրենից ներկայացնում եւ իշխանության գալու պարագայում ամենայն հավանականությամբ այդ վերաբերմունքը կարող է աճել, որտեղ երբ իշխանություն ունես, չէ, ավելի բան ես զգում, այդ քո խառնվածքը ավելի բան է դառնում, աճում է։ Հա։ Ու ես միայն կուզեի արձանագրել, որ սա որոշակի քաղաքական մշակույթ է եւ վերաբերմունք է քաղաքացիական հասարակության նկատմամբ, գուցե առիթ կլինի եւ ի վերջո կպատասխանեմ, որտեղ կարեւոր է։ Մենք պետք է հասկանանք սոցհարցումներով երկրորդ տեղում է Ուժեղ Հայաստանը։ Արդյոք Ուժեղ Հայաստանը պատկերացնում է, որ այս երկրում պետք է միայն իրենք լինեն եւ ամեն ինչ որոշեն իրենց ուզածով, գուցե այնտեղ չարաշահումներ լինեն, որտեղ իրենց թիմում կարող է քմահաճույքներ լինեն եւ այլն, թե այնուամենայնիվ պատկերացնեմ, որ ամբողջ հասարակության շերտին համար է այս երկիրը եւ պետք է ինչ-որ հակակշիռների միջոցով այնպես անել, որ բալանսավորեն մարդկանց
ցանկություններն ու շահերը։ Սա շատ կարևոր է, որ մենք նորից չընկնենք այն իրավիճակում, ինչ իրավիճակում հիմա ենք։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյան չկա ու երկիրը այս աղետների առաջ կրկին չհասցնի կամայական կերպով։ Այո։ Պարոն Իշխանյան, մենք նաև տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեր հանրությանը բացահայտ պատերազմով է շանտաժանում, հայտարարում են, որ եթե իրենք չընտրվեն, ավելին ոչ միայն չընտրվեն, այլև սահմանադրական մեծամասնություն 65% ցայն չստանան, ապա աղետաբեր պատերազմ է լինելու, ժամկետն է նաև նշում սեպտեմբերին։ Քանի որ դուք նաև հանրային կարծիքի ուսումնասիրություններով եք զբաղվում, կխնդրեմ նշեք, որքանով է այս շանտաժը ազդում մեր հանրության տրամադրությունների վրա, արդյոք սա դրթելու է մարդկանց, որ գնան եւ Փաշինյանին ձայն տան զուտ միայն օրինակ պատերազմից խուսափելու համար։ Ճիշտ ասած չեմ ուսումնասիրել այս հարցը թե ինչպես է ազդում, սա երևի ավելի սոցիոլոգների բաժին է, բայց այստեղ շատ կարևոր հարց եք բարձրացնում, այսինքն այդ թեզերի ջախջախման հարցով, հա, նախ եւ առաջ անպատկերացնելի է, որ ինչ-որ ղեկավար փոխանակ ագրեսորին դատապարտի, հա, եթե Ադրբեջանը ասենք պատերազմ սկսի, ինչի՞ է պետք է պատերազմ սկսի։ Եթե պատերազմ է սկսում, պետք է բան անել, դատապարտել ագրեսորին։ Ասում են գալու են խաղաղությունը վերաբանակցելու են, իսկ դա պատերազմի դաշտ է բացելու։ Նա սուտ է ասում, որովհետև ի տարբերություն իրեն, երբ որ ինքը եկավ եւ բանակցությունները տապալեց, ասաց զրոյական կետից եմ սկսում, Ստեփանակերտում գոռաց, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, այսինքն ինքը բանակցությունները տապալեց, ինքը գիտի այդ մեխանիզմը, ինչպես են բանակցությունները տապալվում, որպեսզի պատերազմ սկսվի։ Դրան գումարած կհիշեք հունիս-հուլիսյան դեպքերներ, որ 100-ից ավելի մի հատ դիրքային պայքարի համար 100-ից ավելի բան եղավ, մարտական խաչ տվեց, ասենք առաջին կարգի, իմ հրամանատարս մարտական խաչ երկրորդ կարգի էր, բայց ինչ լեգենդներ ասես չէին պատմում ու տենց մեզ թվում էր մարտական երկրորդ խաչը եսի ինչը։ Այսինքն ինքը հրահրեց, որ Ադրբեջանի հասարակությունն էլ մտնի պարլամենտ, պահանջի պատերազմ եւ այլն։ Այդ մեխանիզմները ինքը շատ լավ գիտի։ Մենք հասկանում ենք, որ ինքը շատ լավ գիտի այդ մեխանիզմները։ Բայց այստեղ ուրիշ լիքը շերտեր կան այս հարցերում։ Նախ եթե պատերազմ սկսվի, իր տղան Աշոտ Փաշինյանը, ինչպես 44 օրյայի ժամանակ հերոսաբար կգնա, կկռվի, եթե հրամանատարը ուզենա նահանջի, չի նահանջի, կասի պետք չի նահանջել։ Արտասվելով կխնդրի, որ չփախնեն։ Հա, ճիշտ է, այդ մոռացել է, այդ կարևոր թեզ է։ Կարևոր բանը հատված է այդ դրվագում։ Հետո падգամավորները ստատուսներ կգրեն Facebook-ում, ինչպիսի հերոս է Աշոտ Փաշինյանը։ Հետո բանը Աննա Հակոբյանը նախկին տիկինը Փաշինյանը երեք ինչ որ հանդիպել էին կրկին։ Գյումրիում գնացել էր իր հետ, էլի, այսպես տոքսիկ հարաբերությունները ես հասկանում եմ, երբ որ 20-ից 30 տարեկանում այտենց հարաբերություններ շատ եմ ունեցել, այդ ահավոր դաժան բան է այդ տոքսիկ հարաբերությունները, բայց փաստորեն մենք ազգովի ընկել ենք այդ տոքսիկ հարաբերությունների բանի թերապիայի իրականացման ճիրաններում, ոչինչ։ Հա, ու այդ էրատոն կգնա, հետո չգիտեմ, այնտեղ հերոսական կոչում բաներ Ալեն Սիմոնյանը կնկարվի, կասի բանը Աղդամը մեր հայրենիքն է։ Մի խոսքով վախենալու բան չկա, այս տղեկը խիզախ տղեկ են 44 օրյային այդքան բան էին, խիզախությամբ պայքարում էին։ Սա մյուս հարցը, որ պետք չի վախենալ պատերազմից, կգնաք կկռվեք քաղաքացիական պայմանագրով ապրիլյանին էլ չէ գնացին, ապրիլյանին էլ մայիսին կգնացին, հիմա էլ ոչինչ, հիմա էլ կարող են ավելի ուշ գնալ։ Ագրեսիայի թեման արդեն ասեցի, մյուսը, որ ասում են դուրս են գալու, որևէ ուժ չի ասել, որ դուրս են գալու, ասել են մեզ պետք են երաշխիքներ այս խաղաղության բանակցություններում, որովհետև այս պայմաններում որևէ խաղաղություն անհնար է Ադրբեջանի հետ, երբ որ մենակ միայն Ադրբեջանն է ներկայացված ու հա Ամերիկան էլ է ներկայացված, բայց բավարար երաշխիքներ չեն այդ խաղաղությունն ապահովելու համար։ Ոչ մեկ այդպիսի բան չի ասել եւ այս օրինակ Հայաստան դաշինքում մարդիկ կան, որոնք բանատարիներով բանակցությունների են մասնակցել եւ իրենց այդ տարիների ընթացքում լայնածավալ պատերազմ ամենայն դեպս չի եղել։ Իմիջ այլոց այդ հուլիսյան դեպքերի հետ կապված 2008 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը Երևանից ատելության կոչեր էր անում արցախցիների հանդեպ, մենք պետք է այդ Ղարաբաղյան կլանին դուրս շպրտենք։ Մի խոսքով վտարենք Երևանից այսպիսի ձևակերպումներով։ Այո, ավելի կոպիտ իհարկե։ Այդ ժամանակ ես ծառայում էի, բանակում էի ու մեզ բան էին արել։ Հաջորդ օրը պետք է տանեին պատերազմ, այսինքն մենք ամեն ինչ բարձել էինք տագնապով, որ լուսաբացին պետք է գնանք պատերազմ, որտեղ Մարտակերտի շրջանում օգտվելով Նիկոլ Փաշինյանի խժդժություններից
այնտեղ մի քանի գյուղ կարծեմ նույնիսկ վերցրել էին, առաջ էին եկել։ Ու հիմա այդ դա երևի ապրիլյան պատերազմից առաջ ամենամեծ տենց իրադարձությունն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այդտեղ պատերազմ էր հրահրում։ Ինքը պատերազմ է հրահրել այդտեղից։ Սակայն առավոտը մեզ արդեն բանակի լեզվով ասած ադբոյ տվեցին, որովհետև մերոնք արդեն դուրս էին շպրտել։ Բայց սրա մասին որևէ ինչ որ թմբկահարումներ չի եղել, չէ՞, չի եղել։ Հերոսամարտ չի ձոնվել սրա շուրջ։ Բայց սա շատ ավելի էական ու մեծ պայքար է եղել, քան ասենք այդ հունիս-հուլիսյան այդ ուռճացված դեպքերը։ Ասածս ինչ է, Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմություն արդեն պատերազմ հրահրել է, որի մասին չի խոսվում։ Եվ այս պարագայում ամենակարևոր հարցը նա է, որ ազատությունն ու արդարությունը խաղաղությամբ չի կաշառվում։ Չեն կարող գալ ինձ ասել, գիտես ինչ կա, քեզ խաղաղություն ենք տալիս, բայց վերցնում ենք քո ազատությունը եւ արդարությունը, ինչ է նշանակում։ Բանից Վաշինգտոնում ստորագրած այդ Զանգեզուրի միջանցքի կամ թրիփի պայմանագրով նշված է, որ հայերի դեմ, այսինքն իմ դեմ հանցագործությունները միջազգային դատարանից հետ են կանչում։ Ես ինչ մեխանիզմ եմ ունենալու պաշտպանվելու։ Այսինքն ասում է, ես քո արդարությունը վերցնում եմ, արքես խաղաղություն, բայց այդ խաղաղության պայմաններում կարող է էլի քո արդարությունը վնասվի, քո տունը վերցնեն, քո ընկերոջը սպանեն, քո ընտանիքի անդամները, բայց անունը կդնենք խաղաղություն։ Որևէ պարագայում այդպիսի բան հնարավոր չի, եւ բացի դրանից հայերի սառաքելությունը ոչ թե զուտ բանի պես sense, չգիտեմ, վարունգի պես, հա, բողկի պես sense խաղաղ ապրելն է, այլ մենք անելիք ունենք այս աշխարհում, եւ այդ մեր անելիքը այս աշխարհում աշխարհի կարգ ու կանոնի վերահաստատումն է, վերականգնումն է եւ երկրի մոլորակի զարգացումը։ Դա ապացուցել է Արցախի պատմությունը։ Ինչպես Արցախը ինքնորոշվում էր ըստ ՄԱԿ-ի կանոնադրության եւ ըստ աշխարհի երկրորդ համաշխարհային պատերազմից ընդունված կարգ ու կանոնի, ասում էր ես ընդունում եմ ձեր կանոնները, ես համաձայն եմ, որ սա մարդկանց համակերպության ձևն է, մեզ ճնշել են, ես ասում եմ, ես ինքնորոշվում եմ, չեմ ուզում ապրել սրանց հետ։ Եվ խորհրդայնության սահմանադրության շրջանակներում։ Այո, ամեն ինչ ճշգրտորեն իրավականորեն պահպանված եւ ես շատ շնորհակալ եմ իմ ավագ սերնդին, որ իրանք նաեւ այդ փոխանցել են այդ փիլիսոփայությունը մեզ։ Ու երբ որ Արցախը զարգանում էր առաջ տարիների դժվարություններով, բայց ինքը զարգացնում էր ժողովրդավարությունը։ Փոխվում էին նախագահներ, ազգային ժողովում ներկայացված էին տարբեր ուժեր, իշխանական ճյուղերը տարանջատված էին, 5 նախագահ ենք փոխել։ Մինչդեռ Ադրբեջանը արդեն 30 տարի մի ընտանիք է կառավարում, չկա ընդդիմություն, ազատ մամուլ չկա, հենա անցած տարի 10-ից 15 տարով տասնյակ լրագրողների ազատազրկեցին, Բեհրուզ Սամայդովը, որը հայ ադրբեջանական խաղաղության կոչեր էր անում, իրական խաղաղության, ոչ թե այս սրանցը, էլի 15 տարով ազատազրկել են, թալիշների իրավունքները ոտնահարված, թալիշ առաջնորդները սպանվում են բանտերում, վերջինը 20 թվականի նոյեմբերի 9-ին Աբոզոդային սպանեցին, լեզուն, մշակույթը չեն կարողանում իրենց ամբողջությամբ իրացնեն ու փաստորեն ինչ ստացվեց։ Ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը 12000 քառակուսի կիլոմետր ժողովրդավարության քաղաքակրթական տարածքը տվեց այդ բռնապետականին։ Հիմա Ադրբեջանի բռնապետությունն է գործում այդտեղ, ոչ թե միջազգային ժողովրդավարությունը եւ կարգ ու կանոնը։ Հիմա դրա արդյունքում մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք կառուցում էին այդ ժողովրդավարությունը, նստած են Ադրբեջանի բանտերում։ Ուրեմն եղավ, որ Ադրբեջանի բանտերում այս պահին աշխարհի կարգ ու կանոնը եւ ժողովրդավարությունն է նստած։ Հետևաբար նրանց ազատելը Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ բոլորին նրանց ազատելը նշանակում է նպաստել աշխարհի կարգ ու կանոնի եւ ժողովրդավարության ազգերի միջև հարգանքին։ Իսկ սրա ճանապարհը տեսնում եք ինչպես պետք է լինի, քանի որ Ադրբեջանը կարծես թե դրա մտադրությունը չունի, օրվա իշխանություններից էլ առնվազն տեսանելի մակարդակում որևէ քայլ չենք տեսնում։ Իհարկե Ադրբեջանը դրա մտադրություն չունի, Ադրբեջանը հակառակը իմ ասացի, հակառակ փիլիսոփայությունն է։ Նա այդ Բրունսկի այդ գեշ արձաններն է ասում, որ մի խոսքով ուժն է, Բրունսկն է, Բիլակն է, բանն է, էլի против лома нет приема, բանն է, Ադրբեջանն է։ Մենք ասում ենք, չէ, ինքեր տենց չի, մենք այդ լոմը կօգտագործենք, որպեսզի աշխարհում կարգ ու կանոն լինի։ Հիմա սրա հնարավորությունները տեսնելու համար նախ եւ առաջ պետք է սրա համար անընդհատ ռեսուրսներ գտնել, պայքարել
եւ աշխարհն է բաժանված այս խաղի մեջ։ Տեսեք, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում։ Ուղիղ մեր աչքի առաջ ամենադաժան մեր ու մանուկ սպանելով գնում է Իսրայելը, ինքը գտնվում է ադրբեջանական այդ բիլակի բլոկի մեջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանում ոչ միջազգային իրավունք է հարգում։ Էլ բաներին առաջնորդներին, էլ ամենաբարձր առաջնորդն, էլ շիաների առաջնորդին նաև ոչ միայն Իրանի բանը սպանում է 160-ից ավելի աղջիկների անչափահաս ռմբակոծումը ու սա բերում է հիմիկվա այս աշխարհի պայքարը, ինչպես ասենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր, ինքը այդ աշխարհի կարգուկանոնի եւ աշխարհի անկարգների միջև այդ պայքարն է եւ Հայաստանը ոչ միայն պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ հայերս, այլ մենք Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարով այդ աշխարհի կարգուկանոնի եւ աշխարհի զարգացման պայքարի մեջ ենք եւ մեր ընտանիքի անդամներին, մեր էթնիկ խմբի անդամներին Բաքվի բանտից ազատելը նպաստում է այդ երկիր մոլորակի զարգացմանը։ Էս է ասածս։ Հիմա մեխանիզմները շատ են, հիմա պետք է դաշնակցել նրանց հետ, ովքեր կարգուկանոնի կողմնակից են, նույնիսկ եթե ասենք Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն այդ տիպի մարդ է, բայց դա չի նշանակում, որ բոլոր հрьяաները այդ տիպի մարդ են, բնականաբար այնտեղ ցույցեր են լինում եւ պահանջում են դադարեցնել այդ Պաղեստինի ցեղասպանությունը, պետք է համագործակցել այդ մարդկանց հետ, նույնը վերաբերում է իհարկե Ամերիկային, նույնը վերաբերում է Ադրբեջանին։ Ադրբեջանում ասացի 15-ից ավել չէ, 15-ից ավել չէ, մոտ 10 լրագրողի անցած տարի բան արեցին, ազատազրկեցին, կամ 17 տարեկան տղա, անցած տարի 25 թիվներ, հետևել էր եւ նկարել էր ոստիկանությանը, որ բանա տեղափոխում, թմրանյութ է տեղափոխում, սպանված գտել էին այդ տղային։ Հիմա այսինքն մեր անելիքը, հայերիս անելիքը, նաեւ այդ տղային Էմին Իբրահիմով էր անունը, Էմին Իբրահիմովին ազատագրելն է, ոչ թե զուտ էգոիստական ինքնության եսասիրական, տենց Արարատը մերն է, Արարատի հասնելու միջոցը այս մարդկանց ազատագրությունն է։ Ես ինչքան փիլիսոփայեցի։ Ամեն դեպքում եւ եթե վերադառնանք արդեն մեր օրյա իրողություններին, ընտրությունների համատեքստում ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է խաղաղ եւ ամենակարևորը անցնցում ճանապարհով հեռանալ իշխանությունից, եթե իր պարտությունը արձանագրի, հատկապես հաշվի առնելով այն արտաքին աջակցությունը տարբեր դերակատարների կողմից, որը ինքը ունի։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մասնակցելու ընտրություններին։ Քաղաքացիական պայմանագրին պետք է արգելեն մասնակցել ընտրություններից։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում արկա է կետ, որով խոստանում են սահմանադրությունը խախտել։ Գրված է, եւ որ կան բանին հայ առաքելական եկեղեցու կրոնական կազմակերպությունը, որը ոչ միայն զուտ կրոնական կազմակերպություն, այնտեղ բարոյական հարցեր կա, հա, նաեւ սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ է տրված։ Պետությունից անջատ ամենակարևորը։ 17-րդ հոդվածով պետությունից անջատության սկզբունքը, 18-րդով որ հատուկ կարգավիճակ է տրված եկեղեցուն։ Այսինքն ինքը խոստանում է, որ ես գամ իշխանության, խախտելու եմ սահմանադրության 17-րդ հոդվածը։ Կրոնի կազմակերպությունների եւ խղճի ազատության մասին օրենքի 17-րդ հոդվածը, քրեական օրենսգրքի 209-ներ թե 206-ներ հոդվածը, որը պատիժ էր սահմանում կրոնական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտելու։ Խախտելու է բանը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, այսինքն ոչ միայն ներպետական օրենքներ եւ սահմանադրություն է խոստացել խախտել, այլ նաեւ միջազգային իրավունք։ Նա իրավունք չունի մասնակցելու ընտրություններին, որովհետեւ դու չես կարող խոստանալ, ես ասենք նախընտրական ծրագրում գրել, օրինակ, ես որ եկա իշխանության, բանը դեղին մազերով կանանց ոչնչացնելու եմ, սպանելու եմ ու գնաս մասնակցես ընտրություններին, չկա տես բան։ Սա նույնն է, որ ասենք բան Գերմանիայում ընտրություններ կատարվի ու գրեն, ես եկա իշխանության, ավտոբուսները հрьяաների համար առանձին եմ սարքելու։ Հիմա այս մարդը եկել է սահմանադրություն խախտելով, ուզում է բանը խոստումով գա իշխանության։ Դրա համար պետք է արգելվի։ Ինչ վերաբերում մյուս ուժերին, մյուս ուժերը կարծում եմ պետք է այս պահանջը դնեն եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ամեն օր ցույցեր, պահանջներ, հեսա մայիսի 4-ից 5-ը գալիս են եվրոպական համայնքը։ Հա, իմ սիրելի Եվրոպան, որը չգիտես ում ձեռնա հայտնվել, որ փոխանակ այստեղ հենց պաշտպաներ այս կարգու կանոնը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, դատարաններ զավթող եւ ժողովրդավար տարածքը բռնապետականին տվողին, հա, այս պահանջները պետք է ներկայացի ցույց տրվի, որ իրանք իրավունք չունեն
մասնակցելու։ Իսկ մյուս կողմից մաղթում եմ հաջողություն բնականաբար, այնտեղ տեսնում եմ կոնֆիգուրացիաներ, որոնք հնարավորություն են տալիս, իրանք էլ են տեսնում, ես չեմ որ պետք է իրենց ասեմ, բայց պետք է եթե նույնիսկ չի գրանցելու, եթե նույնիսկ հաջողության չի հասնելու, որտեղ մենք գիտենք ով է կենտրոնական հազար, սա պետք է արվի, որպեսզի գոնե հանրային գիտակցության մեջ լինի, հա։ Նման պահանջ ձևավորվի առնվազն։ Հա, որ պետք է հասկանան, գոնե մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ չեն կարա մասնակցեն։ Տեսեք, օրինակ նախորդ տարիներին, երբ որ 96, 2003, 2008, 2013, 2017-ին այդքան չէ, բայց անընդհատ այդ տպավորությունը կար, որ կեղծվում են, ընդ որում կեղծվում էին շատ դեպքերում, ճիշտ է, չէին գալիս իշխանության, բայց տարիների ընթացքում այդ կուտակված, որ կեղծվել է, բերեց հասցրեցնել, որ Նիկոլ Փաշինյանը գողացավ այդ արդարությունը։ Այն արդարությունը, որ պահանջում էր ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանը գողացավ եւ օգտագործեց այդ ժողովրդի դեմ։ Այս սա է ամենացավալին, էլի։ Եվ պարոն Իշխանյան, մենք նաև տեսնում ենք, որ մեծ թվով ուժեր են մտնում ընտրապայքարի մեջ, շատ լավ գիտակցելով, որ ոչ միայն չեն հաղթելու, այլև անցողիկ շեմը չեն հաղթահարելու, նախորդ ընտրություններում 0.5%, 1.5% ձայներ փոշիացրած ուժերը կրկին մտնում են ընտրապայքարի մեջ։ Սա ինչ նպատակով է արվում, ինչ խնդիր են այս ուժերը լուծում։ Դե բնականաբար այդ հաշվարկը կա քաղաքացիական պայմանագրի եւ իրենց այդ մեծ այդ անձրևանոց ընտանիքի, հովանոց ընտանիքի բան մտքերում, որ փոքրիկ կուսակցություններ կլինեն, որոնք ձայներ կփոշիացնեն, բայց այդտեղ ուրիշ բան էլ կա, ոչ բոլորն են այդպեսին, որովհետեւ այնուամենայնիվ ընտրապայքարը քաղաքական պայքարում ինքը դասարան է, դու ոնց որ մասնակցում ես դասի, քո շատ կարևոր բաղադրիչ մասը բաներ ժողովրդավարական համակարգերում։ Հիմա երբ որ մարդ ունի կուսակցություն, նոր է կամ չգիտեմ ինչ է, ինքը դրա մեջ մտնելով զարգանում է, սովորում է, սխալներ է անում, այդ սխալները ուղղում է, հաջորդ անգամ ավելի լավ է անում կամ չի անում եւ այլն։ Այսինքն ամբողջությամբ վերցնել ու ասել վայ, չի կարելի մասնակցել, չէ, բայց հասկանում ենք, որ լիքը այդ բաներ, դե այնպես է մեխանիզմը, որ այդ ձայների փոշիացվող են ասում, հա, այդ անցողիկ շեմը չհաղթահարածներին օգուտ է տալու Նիկոլ Փաշինյանին։ Բայց կարծեմ 2021 թվականին նաև պատիվ ունեմին օգուտ տվեց, որովհետև նրանք չէին հաղթահարել շերը։ Այո, իրավունքի ուժով անցան։ Բայց դա իհարկե առաջ տեղը գրավածին ամենաշատն է։ Այս պայմաններում ես ողջունում եմ այն ուժերին, որոնք իսկապես նրանց նպատակն է Հայաստանի քաղաքական մշակույթում զարգանալը, աճելը, բայց նաև արհամարհում եմ նրանց, որոնք ուղղակի Նիկոլ Փաշինյանի sense լուսիններն են, հա, որ պետքա շուրջը պտտվեն, որպեսզի օգնեն որ անցնի։ Ու մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք այնտեղ ով է, թեկուզ հիմա կարող է նարատիվները փոխած լինեն, այլ տեքստեր ասեն, որպեսզի ցույց տան, որ իրենցից անջատ են, բայց դե հանրությունը սա հասկանում է, պարոն Իշխանյան։ Չէ, չի հասկանում, այսինքն հանրությունը թողների ինձ հանրությունը չեմ ասում, չի հասկանում։ Անձեր կան, որոնց հետ շփվել եմ, որոնք այն տպավորությանն են, որ մարդիկ այդ քաղաքական գործիչները եւ այլն փոխվել են եւ այլևս նույնը չեն։ Այնց հետաքրքիր է, մենք 2020-ից 2023 թվականը մի հատ մեծ փորձության մեջով ենք անցել։ Այդ Արցախը, որ ամբողջությամբ չհանձնվեց 20 թվին, լավ եղավ էլի, որ այդ փորձությունը տեսանք ինչ էր։ Չնայած ճիշտ էր, որ ընդհանրապես այս բանը չլիներ։ Բայց բանը այդ 20-ից 23 թվական, որ հասկանում էինք, որ Արցախը հանձնում են, այդ այն ժամանակաշրջանն էր, որ փորձում էինք հմտություն չունենալով, գիտելիք չունենալով թեկուզ գտնել ճար, որպեսզի Արցախը չհանձնվի, շատ լավ իմանալով։ Ու այդ 2023 թվականին ովքեր չէին մասնակցում դրան, այդ իրանք ոնց որ արդեն իրենց կենսագրության մեջ սենց դաջել են, որ մենք թույլ ենք տվել, մենք ձեզ թողել ենք մենակ, մենք ձեզ թողել ենք, որ Փաշինյանը հանձնի Արցախը եւ այլն։ Ավելին պաշտոններ էին վերցնում Փաշինյանից։ Պաշտոններ էին վերցնում Փաշինյանից, Փաշինյանին ձեռք էին սեղմում եւ նրան աջակցող խոսքեր էին ասում եւ նրանք, ովքեր որ փորձում էին Արցախը պահել, ինչ պիտակավորումներ ասես չէին ասում, կպցնում։ Ու հիմա մենք բոլորս պետք է ընկալենք, որ խոսքը չէ, որ պետքա մեզ մոտ համակրանքներ առաջացնի, այլ այն վարքը, որը բխել է այդ կամ խոսքից եւ այլն, այդ նեղ պահին, այն բան ունեինք, չէ՞, բանակում արտահայտություն կար,
ոնց էր նեղության մեջ լենություն ենք ստեղծում, այս հա էլի նեղության մեջ հասնելու հետ կապված է, նեղին հասնողին հետևից պետք է գնանք եւ նեղի հասնողները, որոնք շատերը նույնիսկ ասենք ես 18 թվից առաջ հակադիր բևեռներում ենք, այդ համընկան այդ պահին մեր նպատակները ու ճանապարհ անցանք նաեւ։ Դրա համար այդ խոսքերով չի, որ ասում են, վայ շատ լավ է խոսում է, սա անում է, նա անում է, հա, ինչ հիմա Հիտլերն էլ ված չէր խոսում։ Այո։ Եվ պարոն Իշխանյան, վերջին շրջանում դուք ուշադրություն եք հրավիրում այն բանին, որ մի շարք փաստերի ստուգման հարթակներ աղավաղում են իրողությունները եւ կեղծված տեղեկատվություն մատուցում մեր հանրությանը, ավելին գտնում եք, որ փաստերի ստուգման հարթակների աշխատանքը պետք է ստուգվի։ Այստեղ ինչ միտում եք տեսնում եւ կխնդրեմ առանձնացնեք մասնավորապես որ հարթակներն են, որ ակնհայտ սուտ տեղեկատվություն են տրամադրում մեր հանրությանը նախընտրական այս կարևորագույն շրջանում։ Գիտեք, պարտադիր չի ակնհայտ սուտ լինի, կարող է լինել ընտրված։ Հա, հիմնականում պետք է հասկանանք, որ գրեթե բոլոր ուժերը, չեմ ասում բոլոր ուժեր կան, որ չեն անում դրանով, չեն զբաղվում դրանով, ես գիտեմ անձամբ որ ուժերը չեն անում, ֆեյքեր են ստեղծում, կեղծ ինֆորմացիաներ են տարածում եւ այլն, ասես կա այդ տհաճ գովազդի տակ են դնում, հա։ Ու հիմա հարցը թե դու որն ես ընտրում ստուգես։ Եթե դու ընտրում ես ստուգես նրանք, որոնք Նիկոլ Փաշինյանի դեմ ստեր են, դու ոնց որ օժանդակում ես Նիկոլ Փաշինյանին։ Բայց Նիկոլ Փաշինյանի այնտեղ են ավելի մեծ բանակ ունի, որտեվ շատ հավանական է, որ պետբյուջեից օգտագործվող, այսինքն մեր հարկերից տրվող, հայտնի պողակը։ Հայտնի պողակը։ Ու տենց սկսում ես բան անել, էլի, չեզոքացնել այդ բանը։ Ես մի օրինակ բերեմ։ Փաստերի ստուգման հարթակները ստուգել էին մի լուր, որ մի հատ տղա ադրբեջանցի Երևանում մեքենա է քշում, շատ գրեհիկ է պահում իրան եւ այլն եւ այլն։ Ու հերքել էին, որ դա Երևանում է։ Հիմա ուր գնում ես մամուլի ասուլիսները մետ են ասում։ Մենք ստուգել ենք, հերքել ենք, դա սուտ է բան է, բայց ու դրան զուգահեռ խոսում են նաև նրա մասին, որ այդ Արցախ դավադրության տեսությունը, այդ Ադրբեջանից, Թուրքիայից վտանգները, այդ սա խորինած է, որ տես բան չկա եւ այլն եւ այլն, այսինքն այս մի փաստի ստուգումը նաև օգտագործում են իրենց այդ սուտ ասասների համար, որ վտանգ չկա Ադրբեջանից, մինչդեռ Ադրբեջանը կոնկրետ փող է ծախսում, որ Հայաստանը վերացնի։ Պետական մակարդակով, ասեք, աչքերիս առաջ են անում, սրանք ուրիշ բան են ասում։ Մյուս կողմից մենք ունենք այն դեպքերը, որ իսկապես ադրբեջանցիները մտնում են ստեղ, քաղաքացիական խաղաղ դիվերսիաներ են անում, նկարում են իրենց, ասում են սա մեր տարածքն է, գնացել էին Ամասիա, այնտեղ ահաբեկել էին, հիմա ես հետո դրանից հետո Ամասիայի գնացել, մարդիկ վախենում էին հարցազրույց տային, չէին տալիս։ Հա, ու էս կա, այսինքն իրանք այդ նաև օգտագործում են այդ փաստուգելը սրա համար։ Մյուս կողմից բնականաբար սխալ տեղեկություններ են տալիս, ասենք մարդը որ չի ասել X բանը, հա, ասում են ասել է X բանը ու հերքում են։ Կամ մարդը ասել է X բանը, ասում են այդ X բանը սխալ է, բայց իրականում այդ X բանը ճիշտ է։ Կամ մարդը որ չի ներկայացնում օրինակ մեր ձևով շարժումը, կողքը մեր ձևովի լոգոն է, հետո ասում են չէ, մենք իրեն չենք ներկայացել մեր ձևովից, բայց մեր ձևովի լոգոն է կողքը։ Կապում են ու մանիպուլացնում են։ Հա, էլի։ Հիմա այդ դժգոհությունները շատ էին այդ փաստերի ստուգման հարթակների հետ կապված, ոչ միայն իմ կողմից, ու ես մտածեցի, որ ժամանակն է, որ պետք է իրանց ստուգող հարթակ ստեղծվի, մի քանի հոգով տենց եկանք այդ գաղափարին ու ստեղծեցինք։ Հիմա ստեղծելուց հետո ոնց որ ստուգած փաստը հերքել ենք, իրանց ստուգածը հերքել ենք, ասել ենք սխալ է, մեկ էլ տեսնում ենք մամուլի ասուլիս են տալիս, ասում ենք ինչ լավ է, գնանք մամուլի ասուլիս, այս հարցերն էլ կբարձրացնենք, թող պատասխանեն, տեսնենք ինչ է, ոնց է, հերքում են, չեն հերքում եւ այլն։ Գնում եմ մամուլի ասուլիսի մեդիա կենտրոնում, լսում եմ իրանց խոսակցությունները, մի ժամ, իրանց խոսակցությունից հարցեր եմ գրանցում, 10-ից ավել արդեն հարցեր եմ գրանցել, դե սպասում եմ, հեսա պիտի հարցերի շրջանը բացվի։ Հեռավորությունը եւի կրկնակի էր, ինչ որ ես ու դու իրար, հա, փոքր սենյակ էր։ Ու մոդերատորը արդեն փակում է, շնորհակալություն, բան, հա լայվ է, էլի, բան փակում, ասեմ, բայց չեք բացում հարցերի շրջանը։ Այդ պահին ցույց է տալիս, որ նոր է նկատում ինձ, ասում է վայ կներեք, բան, հա, խնդրեմ ձեր հարցերը, ու Գայանե Աբրահամյանը, նախկին ԿՊԱ-ական եւ Հասմիկ Համբարձումյանը, որը FIPM-ի գլխավոր խմբագիրն է, ասում են մենք շտապում ենք, մենք չենք կարող, մենք պետք է գնանք ու գնում են։ Այսինքն ասուլիս առանց հարցերի։ Ասուլիսը եկեք գանք խոսանք, կեղծ թեզերը, չեք պատկերացնի ինչեր էին ասում այդ բանի։ Օրինակ Գայանե Աբրահամյանը անընդհատ
ասում էր, որ չկա այդ վտանգը, որ անընդհատ շեշտում էր, որ ցեղասպանության հուշահամալիրը չեն քանդում, ինչ եք խոսում, այդ ապատեղեկատվությունը, բայց ցեղասպանության թանգարանի տնօրենին հերացրեցին Արցախի մասին գիրք նվիրելու համար։ Փոխանակ ընկեր ջան, դու հավասար իրավունքների համար պայքարող, տենց էլ կոչվում է իր ՀՀԿ-ն։ Ժողովրդավարություն հանուն հավասար իրավունքների, թե հանուն հավասար իրավունքների, sense մի հատ անունը։ Փոխանակ դու պաշտպանես այդ տնօրենին ըստ քո առաքելության։ Եկել ես ինչ-որ բան ես խոսում ես, որ բանը չենք, հետո ինչ գիտես, որ չենք հանդում։ Ասենք այդ մարդիկ Արցախը հանձնեցին Աղդամում ակնայում sense նուռ էին վերցրել, sense ասում էին մեր հայրենիքն է, հետո հանձնեցին Արցախին։ Ինչի պետքա հավատալ մարդիկ։ 44 օր բոլորիս վստահեցնում էին, որ հաղթում ենք։ Այո, 44 օր ամեն օր խափում էին մեզ, ինչի պետքա հավատանք։ Դա կարա բացատրի այդ տիկինը, ինչի պետքա հանրությունը հավատա այս իշխանությանը։ Դե եսը պնդում եմ, ասում եմ, որ ոչ, Գայանե Աբրահամյանը սխալ է, շատ հնարավոր է, որ քանդում են հաշվի առնելով, որ սուտասան իշխանության հետ գործ ունենք։ Հետո ինչ որ հիմա Նիկոլ Փաշինյանը գնացել է նկարվել է։ Ընտրությունից առաջ կարող ձայն է պետք, ովքեր որ բան են հայոց ցեղասպանության ճանաչմանը, կամ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հայոց ցեղասպանության ճանաչումից, 1000 անգամ ասել է։ Բայց փոխանակ սրանից խոսան, ասում են բանը, այդ կեղծ տեղեկություն, այսինքն իրանք այդ բագաժը օգտագործում են փաստերը ստուգելու, որպեսզի այսպիսի բան անեն։ Հետո, բայց ամենազազրելին, փաստորեն առավոտ թերթը դե ինքը այդ մեդիա կենտրոնի ասուլիսները միշտ տալիս է ու դա այնտեղ երևում է աղի եթերով, որ ես դուրս եմ գալիս, հարցազրույց եմ տալիս, ասում եմ եկել էի, որ այս հարցերը տամ, այս եւ այլն, նաեւ պատմում եմ այդ մասին, որ մի գիտնականի Արմեն Մանվելյանի պատմական գիտությունների թեկնածու ասածները ասել էին սխալ է, մենք ստուգել էինք ճիշտ է եւ մեր ձևովի լոգոն են դրել եւ այլն։ Արմեն Մանվելյանը հայակվե նախաձեռնություն։ Հայակվե, բայց հա, մեր ձևովից են ներկայացել։ Հիմա սա պատմում եմ առավոտին, այնտեղ դե առավոտը նյութ է սարքում, բոլոր կողմերից է հարցնում, մեկ էլ էս ինչ են անում FIP-ը։ FIP-ը վերցնում է, առավոտին է հղում տալիս, որ այդ թեման առավոտից է էլի դուրս եկել, գրել առավոտի զրուցակիցը։ Հիմա այդ վերցել են առավոտին հղում են տալիս ու առավոտին են վարկաբեկում։ Առավոտի լոգոն են օգտագործել, որպես իրենց մեջից իբր կեղծ տեղեկություն դուրս եկած, բայց իրանք փաստորեն այդ հերքելով կրկնակի են ստի ցիկլի մեջ ընկնում։ Հիմա լրագրողներ համայն աշխարհի նորմալ է, որ սկզբնաղբյուրի փոխարեն վարկաբեկում են անկախ թերթին։ Ես կարամ ենթադրեմ, որ իրանք դա արել են, որպեսզի առավոտը մարդկանց խոսքի ազատությանը վերաբերող նյութերից խուսափի անել, որովհետև այդ հարց չտալը ինքը խոսքի ազատությանն է վերաբերում, թողեցին դրա։ Իհարկե կարող եմ մտածել, որ այդպես բան են ան։ Սա է իրանց վարկագիծը, FIPM-ը IFCN-ի անդամ է, IFCN-ը փաստերի ստուգման հարթակների միջազգային ցանց է, որը ստուգում է, վերստուգում է եւ եթե համապատասխանում է իր չափանիշներին, ոնց սերտիֆիկատ է տալիս, էլի վավերացնում է իրենց գործունեությունը եւ իրենք հստակ իրենց չեմ հիշում առաջին թե երկրորդ հոդվածներ իրենց էթիկայի կոդի, որ սխալների ուղղելու քաղաքականություն են, այսինքն դու սխալվել ես, պետք է այդ ընդունես սխալը հրապարակային ասես։ Ընդ որում դա հենց լրագրության էթիկայի այդպես բանը այբուբենն է, ոչ թե պետք է հետո գնաս առավոտին հղում տաս ու նորից սուտ տարածես։ Բայց ես նույնիսկ գնացել էի հարց տալու, այսինքն մենք նյութը արել ենք եւ հիմա ես եկել եմ հարցեր տալ, իսկ հարցերին չեն պատասխանում, բայց հետո գնում են առավոտին են բանանում հղում տալիս։ Շնորհակալ եմ, պարոն Իշխանյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։ Կհանդիպենք։